Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 107 տարեկան է, վարչապետը մասնակցել է տոնական հանդիսավոր նիստին։ Ներքին գործերի նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին։ Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր, տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Վարչապետն այցելել է ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիր։ Երկրի ղեկավարը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին եղել օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության անձնակազմը ձեր այցի կապակցությամբ շարված են։ Ծառայության պետ գնդապետ Խուդինյան։ Հայաստանի Հանրապետության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, հարգելի ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Ողջունում վարչապետ։ Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել է դարեդար, յուր որդիքը կանչում է ազատ անկախ Հայաստան, յուր որդիքը կանչում է ազատ անկախ Հայաստան։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է բարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Գործիքն է, բան վարչապետ։ Սա ինչ է։ Դա վեղատուփ։ Դրանք մարիչն է։ Ու հիմա պլանշետն է, հա։ Ուրիշ։ Շուտը ներսում է արդեն։ Ու իր կապի միջոցն է։ Այո, ռադիկա։ Այդպես։ Ավարտե շարայստու գատեսը։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին եղել օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնում։ Օպերատիվ կառավարման կենտրոն զգաստ։ Ոնց է աշխատում օպերատիվ կառավարման կենտրոնը, ահազանգերը ստեղ են ստացվում։ Հանցագործության մասին մարդը 1-0 Եվ պատա։ ստեղած։ Այո։ Հանրապետություն։ Քանի օպերատոր ունեն։ 12 օպերատոր ունեն, այս պահին եւ 15 դիսպեչեր։ Օպերատորն ինչ անում է դիսպեչերը։ Օպերատորը ահազանգերը, յուրաքանչյուր ահազանգերը ընդունում է, գրանցում է եւ ծրագրային եղանակով փոխանցում է կարգախմբին։ Բարեկային ծառայողը թափվեց վրա ստանալով հաղորդումը, գնում է դեպքի վայր ու աշխատում է բավականին շատ օգտակար։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան ու մարզասրահ, ծանոթացել բարեկային ծառայողների ֆիզիկական ու մարտական պատրաստականության հնարավորություններին։ Ապրիլի 16-ին ոստիկանության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական և ներքին գործերի նախարարության ոստիկանության դրոշների ներքո տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։ Ներքին գործերի նախարարություն զգաստ։ Ազատ։ Ապրիլի 16-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության 107-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։
ներս բերել Հայաստանի Հանրապետության պետական եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դրոշները։ Հարգանքի Տուրքի արարողությանը հաջորդած հանդիսավոր միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ելույթով շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է եւ վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան։ Երկրի ղեկավարի խոսքով վերջին 7 տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 միլիարդ դրամ, այսինքն $300 միլիոն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաեւ շոշափելի եւ ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։ Վարչապետը վերհիշել է ոստիկանության բարեկային ծառայության բարեփոխումների ուղին եւ նշել, որ նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը չնայած արդեն իրողություն են, սակայն այդ ամենը ոչ թե նպատակ է, այլ ընդհանրապես միջոց։ Այդ ամենը պիտի ծառայի նրան, որ մարդը փոխվի։ Որովհետև այդ ամեն ինչը նոր մեքենան իմաստ չունենա, եթե այդ նոր մեքենայի մեջ կամ նոր մեքենայով ծառայություն իրականացնող մարդը չփոխվի։ Այսինքն տեխնիկան փոխվեց, մարդը չփոխվեց։ Ինչ ենք ստանալու մենք դրա արդյունքում։ Ստանալու ենք էլի ոչինչ։ Եվ ես հիմա հենց այսօր առավել քան երբևէ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ սրա վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ամեն օր աշխատանքի նկատմամբ ինքներս մեզնից ունեցած պահանջկոտության չափը պետք է աճի, հակառակ դեպքում իրականացված ներդրումները իմաստ չեն ունենա։ Վարչապետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանության ծառայողին, պետական ծառայողին, այլ նաև քաղաքացիներին։ Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է եւ իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը երկրի ղեկավարը նշել է։ Կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից եւ նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փող լրացնող գործողություն է։ Այո, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության եւ ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի եւ պաշտպանի այդ հարգանքը։ Եվ այդպես շարունակ։ Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության ձևավորմանը, խոսել ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին եւս։ Ամփոփելով խոսքը վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար, նշել, որ բարեփոխումն անընդհատ գործընթաց է եւ կարեւոր է, որ բարեփոխման գործընթացը բերի միջանկյալ արդյունքների։ Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհավորում եմ բոլորիդ նախարարության եւ անձամբ իմ անունից ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ։ Արդեն 3-րդ տարին է, ինչ ոստիկանությունը հանդես է գալիս ժողովրդավարական նոր ինստիտուտի, գործադիր իշխանության նոր մարմնի, ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառուցվածքային փոփոխություն է պետական կառավարման համակարգում, այլ մեր քաղաքացիներին նոր ստանդարտի հանրային ծառայություն մատուցելու կարևոր նախապայման։ Ոստիկանությունը ինքնին օրը 24 ժամ, շաբաթը 7 օր ծառայության մասին է։ Քաղաքացու ապահովության զգացողությունը երաշխավորելու մասին է։ Հասարակական կարգի պահպանման մասին է։ Իսկ նախարարությունը համակարգի ինստիտուցիոնալ զարգացման համատեքստն է։ Ոստիկանության գործողությունների քաղաքական պատասխանատուն։ Ոստիկանության ինստիտուցիոնալ փոփոխություններով վերադիրքավորումը ներքին գործերի նախարարության կազմում լավագույն առիթն է վերագնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու նոր ուղղություններ։ Ամենևին չենք համարում բնականաբար ոստիկանության ոլորտի բարեփոխումները սպառված,
որովհետև անելիքները, սիրելի ծառայողներ, դեռևս շատ են։ Սակայն այն արդյունքները, որ համատեղ արձանագրում ենք, դրանց վառ վկայությունն են առ այն, որ ունենք իրականում բարեփոխումների իրականացման իրական օրակարգ։ Մեծարգո վարչապետ, գրանցած առաջընթացը ձեր անձնական առաջնորդության արդյունքն է վստահաբար, նույնիսկ ամենօրյա հետևողականության և ներգրավվածության արդյունքն է, ինչի համար հատուկ շնորհակալությունս թե նախարարության, թե ոստիկանության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից։ Այս առաջընթացը հնարավոր է դարձել նաև քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ ինտենսիվ շփումների, հարության հետ շփումների և ըստ այդմ ճիշտ խնդիրները գույքագրելու և առաջ շարժվելու տրամաբանության համատեքստում։ Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն իսկ իրական կյանքում գործում են։ 4-րդ հենասյունային ուղղությունը երկար սպասեցնել չի տա։ Ոստիկանության գվարդիան կձևավորվի արդեն այս տարի, բերելով հավաքների հասարակական կարգի ապահովման նոր ստանդարտ մեր քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձի համար։ Շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանության շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի, անկախ պաշտոնից, անկախ կոչումից, անկախ զբաղեցրած դիրքից, ունեցած հարաբերություններից, որովհետև ձեր ամենօրյա ինտենսիվ և նվիրված աշխատանքի արդյունքում է, որ գնահատվում է ոստիկանությունը և գնահատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս հանձնառու ենք շարունակելու որդեգրված բարեփոխումները, ամրապնդելու մեր պետությունն ու հանրային անվտանգությունը։ 107-ամյա պատմության մեջ այդ նպատակի իրականացման իրենց անմնացորդ նվիրումն են դրել հարյուրավոր ոստիկաններ։ Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված ոստիկանների պայծառ հիշատակին։ Ոստիկանության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ կրկին ոստիկանության տոնի առթիվ։ Շնորհավորում եմ նաև մեր սիրելի վետերաններին, որոնք իրենց ուրույն ավանդն են ունեցել համակարգի ստեղծման, ապա նաև զարգացման գործում։ Սիրելի ծառայողներ, ինչպես նշեցի, ձեր ամենօրյա աշխատանքով գնահատվում է Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող ծառայությունը։ Եղեք հավատարիմ և արժանի ձեր կոչմանը։ Բոլորիդ մաղթում եմ արժանապատիվ ծառայություն։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Ոստիկանության օրվա առթիվ օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելի ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ներքին գործերի նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից։ Քրեական պատրաստություն տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Ներքին գործերի նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին։ Զգաստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի տիկին նախարար, քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչությունը պատրաստ է ուսումնական վարժանքի, զեկուցող գնդապետ Վարդանին։ Քրեական ոստիկանության հարգելի ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Ողջույն տիկին նախարար։ Ազատ։ Ազատ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։
Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու համագործակցությունը։ Քրեական ոստիկանները ներկայացրել են ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։ Ցուցադրվել են ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ օպերատիվ հետախուզական գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկական սարքավորումները։ Ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն ու կիրառման ձևերը։ Ընդգծվել է դրանց կարևոր դերը օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման ու բարդ իրավիճակներում միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործընթացում։ Ավարտին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը հանդիպմանը գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաեւ միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաեւ միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ Ներքին գործերի նախարարը կարևորել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի ու Լատվիայի հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի եւ անվտանգության բարեփոխումներին ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 միլիոն եվրոն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։ Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության եւ արդյունավետ համագործակցության համար, շեշտելով թե իրավապահ ոլորտում, թե միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։ Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը եւ Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Ամփոփվել են աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի արդյունքները։ Իր խոսքում նախարար Սարգսյանը սերտ գործընկերության եւ շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, ինչպես նաեւ Լիտվայի եւ Լատվիայի գործընկերներին, ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։ Ապրիլի 15-ին տեղի ունեցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության եւ շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության, ինչպես նաեւ Լիտվայի եւ Լատվիայի գործընկերներին, ընդգծելով ծրագրի իրականացման շրջանակում որդեգրած եռակողմ սկզբունքները։ Նախարար Սարգսյանի խոսքով ծրագրի եւ հայաստանյան թիմերի ամենօրյա ռեժիմով
տարիներով աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն մանրամասն դիտարկել նախարարության կառուցվածքային յուրաքանչյուր միավորի գործառույթների շրջանակը, այլև վերաիմաստավորել դրանք եւ ամուր հիմք ձևավորել արդյունավետ ու երկարաժամկետ բարեփոխումների համար։ Իրականում գծագրված ծրագիրը եւ նաեւ հետագայում համատեղ ներդրված ջանքերը թույլ են տվել մեզ իրականում գաղափարական մակարդակից հասնել մինչև գործնական մակարդակ եւ յուրաքանչյուր գործողության մասով ունենալ հստակ պլանավորում, այն հասցնելով իր տրամաբանական ավարտին։ Մենք փորձել ենք չկորցնել ժամանակը եւ հասկանալով թե դրական փորձառությունը, թե նաեւ գործընկերների ունեցած խաղաց դասերը շատ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել, ինչը կարծում եմ տեսանելի է եւ հեռանկարային ծրագրերի նաեւ իրականացման տեսանկյունից առաջիկայում կբերի նոր շոշափելի արդյունքներ։ Խոսելով կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքների մասին Արփինե Սարգսյանը ներկայացրել է հանցավորության, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ զոհերի թվի նվազման վիճակագրական ցուցիչները, ինչպես նաեւ հանրային հարցումների արդյունքներով արձանագրված ոստիկանության աշխատանքի նկատմամբ հանրային վստահության աճը։ Նախարարը հույս է հայտնել, որ դրական արդյունքները թույլ կտան վերահաստատել ծրագրային շարունակականության հանձնառությունը։ Եվրոպական միության համար մեծ պատիվ է մասնակցել Հայաստանում իրականացվող ամենախոշոր բարեփոխումներից մեկին՝ ուղղված քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ Ներքին գործերի նախարարությունն այս գործընթացում առանցքային դեր ունի, եւ մենք բարձր ենք գնահատում նախարար Սարգսյանի, նրա թիմի նվիրվածությունն ու ջանքերը։ Համագործակցությունը Լիտվայի եւ Լատվիայի գործընկերների հետ, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը։ Միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանային կառավարման գործիքակազմերին եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին ու փորձի փոխանակմանն է անդրադարձել Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Այսօր մենք նշում ենք մի կարևոր ձեռքբերում, որը 2 տարվա համատեղ աշխատանքի եւ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության ապացույցն է։ Այս ծրագիրը օրինակ է, թե ինչի կարելի է հասնել համատեղ ուժերով, փոխանակելով ռեսուրսներ, գիտելիք եւ նվիրում։ Համագործակցության հնարավոր ուղղություններին ու շարունակական զարգացմանն է անդրադարձել Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Այս ծրագիրն արդեն իսկ հաջողված պատմության օրինակ է։ Մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության բարեփոխումների օրակարգին շարունակում է մնալ թիվ 1 առաջնահերթություն։ Ելույթներ են ունեցել նաև Վրաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետ Ռուտա Գրիգալյունյենեն, Լատվիայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Նորմունդ Գրուբիսը։ Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ են կիսվել ծրագրի 3 բաղադրիչների միջազգային փորձագետներ Թոմաս Բիկմանասը, Արտուրաս Կեմեժիսը եւ Գիեդրիուս Կենյուշասը։ Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաև այլ հյուրեր։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մեդալների ու շնորհակալագրերի հանձնման արարողություն։ Նույն օրը հյուրերը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։ Տեխնիկական համալիրում ջրային պարեկային ծառայությունում Հայաստանի եւ Լիտվայի ներքին գործերի նախարարները Սևանալճում հետևել են ծառայողների ցուցադրական հնարքներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին այցելել են Սևանալիճ։ Տիկին նախարար, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային գումարտակի ջրային վաշտը ձեր այցի կապակցությամբ շարված է։ Ծառայության պետ գնդապետ Խուդինյան։ Ջրային վաշտի հարգելի ծառայողներ, ողջունում ենք ձեզ։
Ջրային բարեկային ծառայության եւ փրկարարծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել են Սևանալճում ծառայողների ցուցադրական հնարքներին, արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։ Համագործակցության շրջանակում Լիտվայի ներքին գործերի նախարարության կողմից ջրային բարեկային ծառայությանը տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանալճում եւ ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։ Անտարային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր։ Տեղի ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որտեղ ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը անդրադարձել է անտարային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի, ընդգծելով, որ թեև փրկարարծառայությունն իզորու է պատշաճ արձագանքելու նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին, սակայն առավել տպավորիչ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ կառույցների ամենօրյա համագործակցված աշխատանք։ Ապրիլի 18-ին փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի ունեցել անտարային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Ներկային փրկարարծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների եւ մարզպետարանների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտարային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի, ընդգծելով, որ թեև փրկարարծառայությունն իզորու է պատշաճ արձագանքելու նույնիսկ ամենաբարդ իրավիճակներին, սակայն առավել տպավորիչ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ կառույցների ամենօրյա համագործակցված աշխատանք։ Ներկայացվել են վիճակագրական տվյալներ, ըստ որոնց այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անտարային հրդեհների աճ։ Փրկարարծառայության տնօրենը վերլուծելով ստեղծված իրավիճակը առաջարկել է հասցեական լուծումներ, որոնք դարձել են ընդհանուր քննարկման առարկա։ Կամո Ցուցուլյանը հատկապես կարևորել է համատեղ շրջայցերի միջոցով անտառամերձ տարածքներում բնակվողների հետ բացատրական կանխարգելիչ միջոցառումների պարբերական իրականացումը։ Այս համատեքստում մասնակիցները պայմանավորվել են համատեղ իրականացնել հանրային իրազեկման արշավներ ոչ միայն բնակչության հետ անմիջական շփումների, այլև զանգվածային լրատվության միջոցներով։ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է նաև կամավորական խմբերի աշխատանքին եւ առհասարակ միջազգային գործընկերների աջակցությամբ մեր երկրում այդ մշակույթի զարգացմանը վերաբերող հարցերի, շեշտելով, որ կամավորական խմբերի արագ արձագանքումը եւս կարող է նպաստել անտարային հրդեհների տարածումը կանխելուն։ Մասնակիցները կանխարգելման համատեքստում քննարկել են նաև հրդեհավտանգ տարածքներում շուրջօրյա հերթապահությունների, արագ արձագանքմանն ու ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Բարձրացվել են գործնականում պատահող խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման ուղիները կողմնորոշվել են համատեղ քննարկմամբ, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների դիտարկումների արդյունքում։ Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները համատեղ ձեռնարկվելիք գործնական քայլերի ժամանակացույցի եւ արդյունավետ իրականացման շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություններ։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնաբերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։